Նրա միակ սերը հայրենիքն էր։ Վազգեն Սարգսյանին այսպիսին են հիշում մտերիմները, վստահ լինելով, որ նա այսպիսին կլիներ նաև այսօր, եթե չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը չկտրեր սպարապետի կյանքի թելը։ Ոճրագործությունից անցել է 26 տարի, գործը վերաբացվում, բայց այդպես էլ չի բացահայտվում։ Սպարապետի մասին տարբեր պատմություններ ունի նրա եղբորորդի Կարլեն Սարգսյանը, որը փոքր տարիքում ուղեկցում էր նրան անգամ պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Շատերն էին նրան անվանում Վազգենի տղա։ Երբ որ հետ եմ նայում, ամենաշատը հասկանում եմ, որ ինքը համ ինձ էր պետք, համ երկրին, բայց ինձ շատ էր պետք։ Եթե ինձ որպես երազանք հարցնեն ինչ կուզեք, դա երազանքը անհնար։ Երկրորդ հնարավոր երազանքը կուզեմ իր խաթր Ղարաբաղը հետ գա։ Ինքը տվել է բոլորիս հայրենասիրություն, տվել է երբեք չմտածելու ուրիշ երկրում ապրելու մասին։ Մենք նույնիսկ երբ որ ինքը կենդանի էր, ոչ թե իրավունք չունեինք, չէինք թույլ տա մեզ գնայինք ուրիշ երկրում, գոնե մեկ անգամ նոր տարի անեինք։ Մենք բոլորս պետք է հավաքվեինք այս դիմացի տանը։ Մի անգամ եկա տուն, ֆուտբոլ էի խաղացել ու տենց կռիվ էի արել, լացելով եկա տուն ու չէի հանգստանում, որ ես պարտվել եմ ֆուտբոլում, տատիս սկսեց լացել։ Խի հետո հասկացա, որ Վազգենն էլ է տենց եղել, ես չգիտեի անկեղծ, որ ինքը դպրոցում, որտեղ ես էլ էի փոքր։ Սպարապետն ասում էր. ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար։ Եղբորորդու խոսքով, նրա գործը հիմա թերևս ոչ ոք չի կարող շարունակել։ Անձերից այն կողմ, հիմա այլ ժամանակներ են։ Իմ ներսում քաղաքական շատ կուտակված բաներ կա, որ կուզեմ խոսեմ, ինչ-որ ժամանակ կգա կխոսեմ, բայց այս պահին չէ, մի տենց խոսք կա, չէ, ասում ժամանակներն են ծնում հերոսներին, այս ժամանակահատվածում չեմ կարծում ես լինեմ, թե ով լինի, որ կկարողանա անի այն գործը, ինչը արել է Վազգեն Սարգսյանը։ Ոչ թե իմ հորեղբայրն է դրա համար եմ ասում, չէ։ Վազգենի կորուստի մեղավորներին գտնելը ընտանիքի համար կարևոր է, բայց անհիմն մեղադրել չեն ուզում։ Ամեն ասված բառի հիմքում պետք է փաստեր լինեն։ Հայրս էլ է մի անգամ պատասխանել, մենք այնքան անթասիբ չենք, որ հստակ իմանանք ով է, ու մենք հանգիստ նստենք մեր տեղը ու թողենք, որ էդը տենց մնա։ Բայց չի էլ կարելի վստահ չիմանալով ինչ-որ տեղ գնալ, չնայած Վազգենի համար կարելի էր շատ մարդու պատժել, բայց դե շատ կուզեմ հոկտեմբերի 27-ը բացահայտվի, ոչ թե որ ասենք բացահայտվեց, թող գնան նստեն, չէ, որ դա անողը պատժվի։ Մեր երկրի ամենամեծ խնդիրը նա է, երևի թե որ մենք դավաճաններին խիստ չենք պատժում։ Եթե հնարավորություն ունենար հորեղբոր հետ հիմա խոսելու, առաջին հերթին նրանից ներողություն կխնդրեր Արցախի կորստի եւ կատարվածի համար, որից հետո հարց կուղեր։ Ով է եղել կազմակերպիչը ու ես կորոշեի ինչ անեմ։ Սպարապետին հաճախ վերագրում էին բարդ խիստ բնավորություն ունենալու մեջ, բայց չէ որ Հայաստանի նման երկրին հենց խիստ ղեկավարներ են հարկավոր։ Բայց այդ ճզմելով չէ մենք զենք ունեցանք, կարացանք հավաքագրվենք, մի քիչ ստիպես, թե չէ որևիցե մեկը կա, որ ուզում է գնա պատերազմ։ Ոչ մեկ չի ուզում զոհվի։ Բոլորի համար իրենց կյանքը թանկ է, բայց այդ ամեն ինչը մարդը խոսքով, երբեմն ստիպելով, երբեմն իրան չհասկանալով, այդ ժամանակները Վազգենին սիրել է։ Հիմա են սիրում։ Մեր երկրի մեծ խնդիրը հենց այդ է, որ գնա մեղրի արի սիրեմ։ Հիմա են ասում, Վազգենը լինել։ Այն վաղտ կար, պահեիք։ Խի հենց մեր երկրի մեջից, թող Ռուսաստանում խփեին իրան, թող Ամերիկայում սպանեին իրան։ Խիստ է։